Մենք այս թեմայի քննարկումը սկսել ենք հենց ձեր նշած ժամանակահատվածում, երբ որ մենք ասել ենք, որ մենք պետքա այդտեղ էլ ենք նայել, որ կառավարման ոլորտում էլ մեր ֆորմուլաները պետքա վերանայենք, որովհետև հիմա մենք հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունը հասել է զարգացման որ մեր միջև այս պահ ունեցած ֆորմուլաները պետքա շատ ֆորմուլաներ վերանայենք։ Եվ ես դա միշտ համատում եմ իմ ամենասիրած օրինակը այդ բանի հրթիռի թռիչքի հետ համեմատությունն է, երբ որ տիեզերանավը պոկվում է երկրից մի X բարձրությունից, այդ առաջին աստիճանի շարժիչները բանանում պոկվում են, անջատվում են, բաց են թողնվում եւ միանում է երկրորդ աստիճանի շարժիչ։ Մեր երկիրը հիմա այն վիճակում է, մեր պետական կառավարման համակարգը այն կետում է, որ պետքա երկրորդ աստիճան, առաջին աստիճանի շարժիչները պետքա անջատվեն եւ երկրորդ անջատվեն եւ պոկվեն, որովհետեւ իրանք նաեւ ծանրություն են։ Եվ միանա երկրորդ աստիճանի շարժիչը, եւ սա այդ երկրորդ աստիճանի շարժիչը միացնելու նոված շատ կարեւոր որոշում։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Վարչապետ։ Քանի որ մեր գնահատման կարգը հաստատելու շատ չի անցել, բովանդակային առումով ես կարծում եմ որոշ իմաստով կկրկնեմ, բայց մեր բոլոր քննարկումների հիմքում ընկած ա եղել ուշադրությունը առավել կարևորի շուրջ կենտրոնացնելու հարցը։ Առաջնահերթությունների եւ դրանց գնահատման հիման վրա այս խրախուսական համակարգը հենց այդ նպատակին ուղղված եւ սա, ինչպես դուք ասեցիք, սկիզբանոր շրջանի, որտեղ մենք պետք է նաեւ, ինձ թվում է, եկող տարվա ընթացքում մեծ աշխատանք տանենք ֆունկցիոնալ օպտիմիզացիայի ուղղությամբ։ Եվ դա լինելու է մեր պետական կառավարման համակարգի հաջորդ կարևոր շրջափուլը բարեփոխումների շատ կարևոր, որովհետև խնդիրները փոխվում են խնդիրները, փոխվում են անելիքները համապատասխանաբար։ Եվ մեր բոլոր գործընկերների աշխատանքը պետք է ուղղված լինի դրան, ես ուզում եմ մեկ քայլ առաջ անցնելով խնդրել, որ բոլորը մտածեն 2026 թվականի առաջին կիսամյակի համար այս վարժության շրջանակներում շատ ավելի բարդ, շատ ավելի կարևոր կենտրոնացում ցուցաբերել եւ ներկայացնել այն, ինչ որ բացարձակ առաջնահերթություն է եւ առանց որի մենք ուղղակի չենք կարող պատկերացնել մեր տարեկան ծրագրերի անելիքները։ Եվ մեկ խնդրանք էլ, պարոն Վարչապետ, ես կխնդրեմ, որ երբ որ հաստատենք այս որոշումը, մեկ օր խմբագրելու համար ժամանակ տաք, մինչև ստորագրության ներկայացումը որոշակի խմբագրական աշխատանք պետք է արվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, քանի որ այդ նրբությանը անդրադարձակ, չեմ կարող հաղթահարել գայթակղությունը հետեւյալ մեկնաբանությունը անելու։ Տեսեք, որն է այս ամենի փիլիսոփայությունը, որ վարձավճարը գործի գալու համար չի։ Վարձավճարը, վարձատրությունը առաջինը պլանավորելու համար է, թե ինչ եմ անելու ես այդ օրը, այդ շաբաթ, այդ ամիս, այդ կիսամյակում աշխատանքի գալով եւ ի վերջո հետո հետահայաց իսկ ինչքանով արեցի այն, ինչ որ հստակ պլանավորված էր եւ արձանագրված էր որպես առաջնահերթություն։ Այս երկու բանաձևերի համադրությամբ էլ տեղի է ունենալու եւ ելի եմ ասում, սա մի բանաձև է իմ համոզմամբ, որը ես էլի կիսեցի, իհարկե մի քիչ այլ դիտանկյունից պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ այս process-ի թիվ 1 շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով պետքա իր կյանքում զգա այս գործընթացի կոնկրետ արդյունքները, այսինքն ինչքան պոզիտիվ եղավ քաղաքացու զգացողությունը, այնքան էլ դա կարտահայտվի պետական մարմինների աշխատանքների գնահատման համակարգում եւ համոզված ենք, որ այդպես էլ տեղի կունենա։